Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հունիսի 2-ն է, երեքշաբթի։ Դոնալդ Թրամփը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսին նախատեսվող բանակցությունների մասին։ ԱՄՆ նախագահը Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է, որ իր վարչակազմը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերաբերյալ արդյունավետ քննարկումների։ Թրամփը ընդգծել է, որ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հիմնասյուներից մեկն է։ Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին։ Այս մասին հայտարարվել է աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը ծրագրի մեկնարկի արարողությանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով ծրագիրը կարևոր քայլ է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման, Հայաստանի քաղաքացիների ազատ և արժանապատիվ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։ Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանի շենքում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրած գույքը վնասած 13 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Այդ մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ դատախազը 2026 թվականի հունվարի 21-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան էր հանձնել զանգվածային անկարգությունները և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը կազմակերպած ու ղեկավարած 4 անձի՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և Արտյոմ Մկրտչյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Հունիսի 2-ին 0:10-ի սահմաններում հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Հորմուզի նեղուցը վերաբացելու և Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու շուրջ համաձայնագիրը հնարավոր է կնքել հաջորդ շաբաթվա ընթացքում։ Թրամփը հերքել էր բանակցությունների դադարեցման մասին պնդումները և ընդգծել, որ դրանք շարունակվում են արագ տեմպերով։ Ավելի վաղ Լիբանանում Իսրայելի կողմից սահմանված թիրախներին հասցված հարվածների ֆոնին իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը հայտարարել էր Վաշինգտոնի հետ միջնորդավորված բանակցությունների դադարեցման մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետի և Հեզբոլլահի ներկայացուցիչների հետ և ընդգծել կողմերի միջև լարվածության թուլացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքերով Իսրայելի վարչապետը համաձայնել է զորքեր չուղարկել Բեյրութ, իսկ լիբանանյան խմբավորումը խոստացել է դադարեցնել հարձակումները։ Ես շատ արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Բեյրութ զորքեր չեն գնա, իսկ ճանապարհին գտնվող զորքերը արդեն հետ են կանչվել։ Բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով ես շատ լավ զրույց ունեցա Հեզբոլլահի հետ և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները կդադարեն։ Իսրայելցիները չեն հարձակվի նրանց վրա և նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա։ Թրամփն իր Truth Social-ի էջում հույս է հայտնել, որ Իսրայելի և Լիբանանում գործող շիական Հեզբոլլահ շարժման միջև հաստատված հրադադարը մշտական կլինի։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը զգուշացրել է ԱՄՆ նախագահին Բեյրութին հարվածելու իր մտադրության մասին։ Նա ասել է, որ դա տեղի կունենա, եթե Հեզբոլլահի աշխարհազորայինները շարունակեն հարձակվել Իսրայելի տարածքի վրա։ Ես այսօր երեկոյան խոսեցի նախագահ Թրամփի հետ և ասացի նրան, որ եթե Հեզբոլլահը չդադարեցնի մեր քաղաքների և քաղաքացիների վրա հարձակումները, Իսրայելը կհարձակվի ահաբեկչական թիրախների վրա Բեյրութում։ Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Նեթանյահուի գրասենյակից հավելել են, որ իսրայելական զորքերի գործողությունները Լիբանանի հարավում, որտեղ սկզբնական հայտարարված ծրագիրը Լիտանի գետից հարավ բուֆերային գոտի ստեղծելն էր, շարունակվում են։ Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել իր ծրագրի համաձայն Լիբանանի հարավային շրջաններում։ Միացյալ Նահանգներում Լիբանանի դեսպանատունը ևս հայտնել է, որ Հեզբոլլահն ընդունել է ԱՄՆ առաջարկը հարձակումների փոխադարձ դադարեցման վերաբերյալ։ Դեսպանատան փոխանցմամբ այդ մասին հաստատում է ստացվել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են եւ զարգանում են արագ տեմպերով։ ABC News-ի հետ հեռախոսազրույցում Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը կարող են ավարտին հասցնել փոխանպրման հուշագրի շուրջ բանակցությունները հաջորդ շաբաթ։ Ամերիկացի առաջնորդը սակայն հավելել է, որ ինքը չի համաձայնել փաստաթղթի նախորդ տարբերակին, քանի որ սպասում է հուշագրում մի քանի այլ կետերի ներառմանը։ Իրանը կդադարեցնի Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը, եթե Իսրայելը շարունակի Լիբանանի վրա հարձակումները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակն իր լիբանանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում։ Լիբանանի խորհրդարանի խոսնակի իմ եղբայր պարոն Նաբի Բրիի հետ զրույցում ես ընդգծեցի, որ եթե Լիբանանում սիոնիստական ռեժիմի հանցագործությունները շարունակվեն, մենք ոչ միայն կդադարեցնենք երկխոսության գործընթացը, այլև կկանգնենք դրանց դեմ վճռականորեն։ Նախորդին իրանական 19 լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ բոլոր հաղորդակցությունները՝ ի նշան Լիբանանում Իսրայելի կողմից իրավիճակի սրման դեմ բողոքի։ Ըստ գործակալության բանակցություններ չեն լինի, քանի դեռ Լիբանանում եւ Գազայում Իսրայելի գործողությունները չեն դադարեցվել։ Ճապոնիայում Չանգմի թայֆունի հետևանքով վիրավորվել է առնվազն 9 մարդ, 62000 մարդու խորհուրդ է տրվել տարհանվել, չեղարկվել է ավելի քան 300 չվերթ, 6 շինություններ վնասվել են։ Թայֆունը, որը հարվածել է Օկինավա պրեֆեկտուրային, շարունակում է շարժվել դեպի երկրի հիմնական կղզիներ Կյոնսյու, Սիկոկու եւ Հոնսյու։ ԱՄՆ Այովա նահանգի Մասկատին քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, այդ թվում կասկածյալը։ Ոստիկանությունը կարծում է, որ միջադեպի պատճառը կարող է լինել կենցաղային վեճը։ Ենթադրվում է, որ բոլոր զոհերը մահացած կասկածյալի հարազատներն են։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Մենք կանք կրթամշակութային ծրագիրը Գյումրիում էր համախմբել արցախցիներին իրենց արհեստներով ու արվեստով։ Նրանք իրենց ձեռագործ աշխատանքներով պատմել են այն ճանապարհի մասին, որն անցել են տեղահանությունից հետո։ Այստեղ նոր միջավայրում զարգացրել են հմտություններ։ Ցուցահանդեսին հաջորդել է համերգային ծրագիրը, այն նախաձեռնել է Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը, Երևանի եւ Գյումրիի փախստականների համայնքային խորհուրդների համագործակցությամբ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Բոլոր ժամանակներում առաջընթացի ու հետընթացի խաչմերուկում մշակույթը եղել է հիշողության, ինքնության պահպանման եւ համայնքային համախմբման միջոց։ Տեղահան եղած հայրենիք կորցրած արցախցիների համար նոր միջավայրում այն դարձել է ոչ միայն կարոտը փարատելու, այլև ապրելու, արարելու հնար։ Երկար տարիներ աշխատել եմ Ղարաբաղ Ցիլիկոմում, բայց այստեղ տեղափոխվելով արդեն փորձում էինք հոբին դարձնել որպես բիզնես եւ առաջին ցուցահանդեսը ես ունեցա Մերիդիան կենտրոնում դեկտեմբերին։ Շատ ուրախ եմ, որ որպես արցախցի հրավիրեցին, մենք անվճար մասնակցեցինք նման ցուցահանդեսին։ Փայտ, գիպս, տարբեր տեսակի բաների պատրաստում, էլի հուշանվերների պատրաստում, արվեստանոցում պատրաստում ու բերում էր խանութ, էլի։ Դե մնացել է ամբողջը, դա ճիշտ ասած, երկու խանութը արվեստանոցում ամբողջությամբ թողել եմ։ Արվեստանոցում որ գնում եմ աշխատելու, գործիքները ես մի տեսակ սովոր եմ, էլի չեմ կարող առանց բանի։ Արցախի հետ կապված բան ինչ-որ բան չպատրաստեմ, էլի։ Արհեստավորների սեղանների կողքին աչքի ընկավ եւս մեկը՝ ազգային տարազներով, տիկնիկներով ու ձեռագործ գորգերով զարդարված։ Այն Ստեփանակերտի Արցախի ծիլ տիկնիկային թատրոնինն է։ 44-օրյա պատերազմի օրերին, երբ ապաստարաններում ու նկուղներում են եղել, նրանք երեխաների եւ մեծերի համար տիկնիկային ներկայացումներ են բեմադրել, փորձելով շեղել պատերազմի վախից ու տագնապից։ Այսօր Արցախի ծիլը շարունակում է Գյումրիում արցախյան բարբարով ներկայացումներ ունենալ։ Մենք ունենք փոքրիկ բեմ, ծալովի, այնտեղ մարաշի ասեղնագործությամբ հայկական նախշերով, որը հնարավոր է ձեռքով տեղափոխել։ Դրա հնարավորությունը մենք այսօր Գյումրիում էլ ունենք, եթե անհրաժեշտություն է լինում, որ մեծ բեմ չտանենք, մենք արագ կազմակերպում ենք, օրինակ այս տիկնիկները խաղարկային տիկնիկներ են, բարեկենտան ներկայացման տիկնիկներն են։ Մենք կարողանում ենք կազմակերպել ու հասանելի ենք բոլոր վայրերում, բոլորի համար, ովքեր որ գնահատում են մշակույթը, ցանկանում են սովորել, տեսնել արցախյանը։ Կրթամշակութային այսպիսի համախմբումները հարթակ են փոխադարձ շփումների արցախցիների համար, որոնք ապրում են Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Միաժամանակ այն հանրայնացնում է նրանց գործունեությունը, տալիս ընդլայնման հնարավորություններ։ Տեղահանված անձինք, ովքեր ցանկություն ունեն նման նպատակ ունեն ինչ-որ փոքրացավալ բիզնես իրականացնել, եկամուտ ձևավորող գործունեություն իրականացնել, մենք իրենց 8-օրյա ծրագրի շրջանակում զարգացնում ենք իրենց հմտությունները,
փոխանցում ենք այն գիտելիքները, ինչի կարիք ունեն, սոցիալ-հոգեբանական աջակցություն ենք տրամադրում, փորձում ենք աշխատել իրենց վստահության բարձրացման վրա, ուժեղ եւ թույլ կողմերը հասկանալու վրա եւ ի վերջո մրցութային կարգով իրենք ստանում են նաեւ դրամաշնորհներ, ինչի շնորհիվ հիմնում են իրենց փոքրացավալ բիզնեսները։ Մենք 2021 թվականին իրականացրել ենք կանանց համար նախատեսված միջոցառում, որտեղ որ արցախցի եւ գյումրեցի կանայք միասին համատեղ պատրաստում էին արցախյան եւ գյումրվա ուտեստներ եւ համատեղ հարթակ էր ձևավորվել նաեւ բարբարային հաղորդակցման հետ կապված եւ շատ հետաքրքիր ինքը յուրօրինակ միջավայր էր ստեղծել։ Միջոցառման երկրորդ հատվածն ավելի երաժշտական ու բեմական շնչով էր։ Երգի ու բարի կատարումներով ներկայացան Արցախի բարի պետական համույթը, Մենք ենք մեր սարերը երգի բարի համույթը, անհատ կատարողներ, արցախյան մշակույթն ու ոգին ներկայացնելով գեղագիտական հարթությունից։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ 10-րդ անգամ Գյումրիում անցկացվում է մենակատարների շքերթ գալահամերգը։ Նախաձեռնությունը Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախմբինն է։ Այն դարձել է երիտասարդ երաժիշտների բացահայտման կարևոր հարթակ։ Մասնակիցները մարզում գործող երաժշտական եւ արվեստի դպրոցների, քոլեջների սովորող լավագույն սաներն են, որոնք սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների հետ նույն բեմում ներկայանալու հնարավորություն են ստացել։ Արնո Պապաջանյանի հանրահայտ նոկտյուրնով է մեկնարկում մենակատարների շքերթ մրցույթ փառատոնի գալահամերգը։ Դաշնամուրի մոտ մրցույթների եւ փառատոնների մրցանակակիր Էլեն Հակոբյանն է։ Նրա նման 10-ից 17 տարեկան շնորհալի շատ երաժիշտների Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորությունները բացահայտելու հարթակ է ստեղծել պրոֆեսիոնալների հետ բեմում ներկայանալու։ Արդեն 10-րդ տարին է մենակատարների համար սիմֆոնիկը երաժշտական շքերթ է նվիրում։ Առաջին անգամ եմ մեծ բեմում, հայտնի մարդկանց հետ մի քիչ լարվածություն կար եւ ես հաղթահարեցի այդ լարվածությունը։ Իրենք մեզ են փոխանցում իրենց մեծ փորձը եւ մենք արդեն որոշակի պատկերացում ենք ունենում մեր ապագայի մասին։ Սիմֆոնիկի հետ ելույթ ունենալը շատ կարևոր էլի իրադարձություն է, ինչի է կարևորը, որովհետև դու սովորում ես պրոֆեսիոնալների հետ արդեն գործ ունենալ։ Մենակատարների երկօրյա շքերթով անցնելու են 70 մասնակիցներ, որոնք մինչ այդ հաղթահարել են մրցութային փուլերը, վարպետության դասեր են առել հանրապետության առաջատար մասնակետներից։ Մենակատարները նաև իրենց կատարողականությամբ հաջողել են մրցութային տարբեր հարթակներում։ Մասնակցել եմ բյուրի մրցույթների, որոնցից էին Art Music-ը, Մինորան, Փոքրիկ Քայլը, ունեմ մի հատ Grand Prix կոլեկցիայի մեջ, բազում առաջի տեղեր եւ մի հատ երկրորդ տեղ։ Սկզբում ջութակն էր, հետո Անդրանիկ Եղոյանի նախընտրելի ու անբաժան նվագարանը դարձավ սաքսոֆոնը։ Արդեն 7 տարի է փողային այս գործիքն է նվագում։ 18 տարեկան երաժիշտը միջազգային մրցույթներից տարբեր տարիներին մրցանակներով ու դիպլոմներով է վերադարձել։ Ես հասկացա, որ Լալայնի հետ սերս շատ չի, իմ հարազատ տատիկը սիմֆոնիկի առաջի ջութակը հար է եղել եւ այդպես ես սկսեցի ջութակ նվագելը, պես դրանից հետո հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ գործիք որպես սաքսոֆոնն է ու փառահեղ գործիք է ինձ համար։ Ես դրա մեջ էի ապակա տեսնում եւ արդեն շարունակում եմ 7 տարի։ Զբաղվում եմ ջութակով մոտավորապես արդեն 10 տարի։ Ինչ վերաբերում է իմ մրցույթները բավականին շատ են, բայց ամենավերջի մասնակցած մրցույթը այդ Մոսկվայի Պյոտր Իլիչ Չայկովսկի անվան կոնսերվատորիայում կազմակերպված մրցույթն էր, որտեղ ես զբաղեցրի երրորդ կարգը։ Պատանի երաժիշտների կատարումները ունկնդրում էր անվանի դիրիժոր եւ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։
Աշխարհի տարբեր նվագախմբեր ղեկավարած մաեստրոն ոգևորված էր ապագա պրոֆեսիոնալներով, որոնք հանրայնացնում են դասական արվեստը։ Սա մեր վաղվա ապագան է, մեր սերունդը, որը փոխարինելու է այն երաժշտին, ով այսօր համալրել է նվագախմբի ցանկը։ Մենք ունենք մեր շարքերում նստած առաջին իսկ մասնակիցներից, Անահիտ Անդակարյան, ունենք երաժիշտներ, ովքեր առաջին մասնակիցներն են եղել մենակատարների շքերթ փառատոնի, եւ այսօր նրանք մեր նվագախմբի երաժիշտներն են համարվում։ Սա արվեստի եւ երաժշտական դպրոցներում կրթություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար անգնահատելի փորձառություն է նախ եւ առաջ, որովհետեւ նախ նվագախմբի հետ ելույթ ունենալը կրթություն է եւ գեղագիտություն, բացի այդ եզակի հնարավորություն, որը միշտ չէ որ հնարավոր է ստեղծել այդ երեխաների համար։ Մենակատարների շքերթում տարեստարի ավելանում է մասնակիցների թիվը։ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է մենակատարների շքերթը վերածել հանրապետական փառատոնի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Ներառականությունը սպորտում հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հավատալ իրենց ուժերին, դրսևորել կամային որակներ, մրցել ու հաղթել։ Հանրապետության խնամքի եւ հատուկ հաստատությունների սաների մասնակցությամբ Գյումրիում անցկացվում է սպորտային փառատոն, որը մրցակցության ու հաղթանակի գաղափարի շուրջ է համախմբել 11 հաստատությունների հաշմանդամություն ունեցող սաների։ Ես կարող եմ անունը կրող փառատոնն անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Կազմակերպիչը SOAR ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն հիմնադրամն է։ Ես կարող եմ 2026 համապետական սպորտային փառատոնը օլիմպիական խաղերի կարգախոսով է։ Մասնակիցները ձգտում են հաղթանակի, բայց յուրաքանչյուրի համար մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է։ Փառատոնի անցկացման ձևաչափը եւս նմանեցված է օլիմպիական խաղերին։ Մասնակիցներն անցնում են քայլերթով, իսկ հետո վարվում է օլիմպիական ջահը։ Փառատոնը մեկնարկեց էստաֆետային խաղերի մրցապայքարով, իսկ մրցակիցները ոչ թե պրոֆեսիոնալ մարզիկներ են, այլ խնամքի ու հատուկ հաստատությունների սաները հանրապետության տարբեր բնակավայրերից։ Նրանց համար մրցապայքարը նախ եւ առաջ հաղթանակ է սեփական վախերի հանդեպ։ Փառատոնի անվանումը «Ես կարող եմ» նրանց մոտիվացնում է, բացահայտում սեփական պոտենցիալը։ Our wish for the participants is to strengthen their physical abilities, demonstrate courage. Մեր ցանկությունն է, որ մասնակիցները զարգացնեն իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, հայտնվել այնպիսի միջավայրում, որը նպաստում է ներառական առողջ հասարակության ձևավորմանը ամբողջ Հայաստանում։ Փառատոնի անվանումը «Ես կարող եմ» պարզապես խոսքեր չեն։ Այս խաղերը ոչ թե սահմանափակումների, այլ կարողությունների, տաղանդի եւ անսահման հնարավորությունների մասին են։ SOAR կամ ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն հիմնադրամը, որն աջակցում է ծնողազուրկ եւ դժվարին պայմաններում ապրող հայ երեխաներին, համապետական սպորտային փառատոնն անցկացնում է արդեն 3-րդ անգամ։ Այն միտված է խթանելու հատուկ կարիքներ ունեցող անձանց ներառական մասնակցությունը հասարակական ու մարզական կյանքին։ Կարևորում են հավասար հնարավորությունները, թիմային ոգին ու հաղթանակը։ Կանց մոտ կոտրվում է կարծրատիպը, որ նրանք որևէ բանի անընդունակ են։ Մենք այս սպորտային փառատոնով ուզում ենք հանրությանը ցույց տալ, որ մտավոր խնդիր ունեցողները մշտապես օգնություն ակնկալողի կարգավիճակում չեն, կարող են արարել, ստեղծել, մասնակցել, մրցել, հաղթել։ Ոչ թե հաշմանամուն ունեցող անձինք ներառականության խնդիր ունեն, այլ մենք կոնկրետ ունենք խնդիր այս միջավայրի մեջ ներդրվելու։ Խնամքի կենտրոնների ու հատուկ հաստատությունների սաները էստաֆետային խաղերում անզիջում պայքար մղեցին։ Սա նաև թիմային մտածելակերպ է ձևավորում, երբ թիմի յուրաքանչյուր անդամից է կախված հաղթանակը, իսկ պարտության դեպքում հավասարապես են կիսում պատասխանատվությունը։ Մեր հիմնադրամի կողմից, հիմնադրամի շահառուների մասնակցությունը բավականաչափ կարևորում ենք։ Այստեղ նաև մասնակցում են մի շարք այլ մասնակերպության ներկայացուցիչ շահառուներ նաև եւս եւ իրենց միջև եղած նաև փոխգործակցությունը, փոխմրցակցությունը, ամեն ինչը, այդ էմոցիան, այդ ամեն ինչը կարծում եմ, որ ինքը բավականին շատ մեծ դրական ազդեցություն է թողնում։
Ես կարող եմ համապետական սպորտային փառատոնը երրորդյա է, մասնակիցները մրցելու են տարբեր մարզաձևերում ու պարգևատրվելու են, բայց այս մրցույթում բոլորն են հաղթող, իսկ բոլորի մրցանակը ներառական կայացած հասարակության ձևավորումն է։ Լուսինե Հայրապետյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։